խոսելու ենք ցեղասպանության հայեցակարգային խնդիրների մասին եւ զրուցելու եմ այդ մասին պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսօր ցեղասպանության 101-րդ տարելիցն է եւ ամբողջ հայությունը հիշում է, ցավում է կատարվածի համար եւ շարունակում է պնդել, որ պահանջատերը ստիպելու է աշխարհին ճանաչել եւ ստիպելու է Թուրքիային պատասխան տալ կատարվածի համար։ 100 տարի մենք աշխատեցինք ամբողջ աշխարհին պատմելով ինչ կատարվեց մեզ հետ 20-րդ դարի դարասկզբին եւ դա պատմություն էր, ոճրագործություն ու հանցագործություն էր ոչ միայն հայերի, այլ նաեւ մարդկության, ողջ մարդկության նկատմամբ։ Հիմա ուզում եմ խոսել 100 տարին ի վերջո փակեցինք։ Նոր ժամանակներ են սկսվում եւ բարդ ժամանակներ են սկսվում Հայաստանի համար, հատկապես վերջին իրադարձություններից հետո։ Ուզում եմ հասկանամ, ինչ տվեց մեզ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ արդյոք անհրաժեշտ է նույն ռեսուրսներով ու թափով շարունակել դա։ Առաջինը նախ ասեմ, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր այս 25-ամյա անկախության ճանապարհին տարբեր ելևէջներ ունեցել, տարբեր զարգացումներ ունեցել։ Ես կփորձեմ միջազգային հանրությունը դնել մի կողմ եւ փորձել քննարկել, թե մենք որպես պետականություն, միակ հայոց պետականությունը ինչ ենք արել, ուր ենք հասել այդ հարցում։ Փաստորեն 91 թվականից սկսած մենք հայտնվեցինք նույն ամենակարևոր, երևի թե սենց գոյութենական մարտահրավերի առջև, որը նաև 18 թվականին էր, այսինքն թուրք-ադրբեջանական ալյանսին հանդիման։ Մեր հիմնական արտաքին քաղաքական եւ պետականության խնդիրները սկսեցին սևեռվել հենց այդ ուղղությամբ, այսինքն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում։ Մենք սկսեցինք շատ, այսպես ասեմ, բարեկամական ձեռքի, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ձեռքի մեկնարկից, մտավախվելով, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ցեղասպանության արծարծումը երկկողմ հարաբերություններին վնասի, հաստատմանը գոնե վնասի, եւ դա չարծարծեցինք մինչեւ 98 թվականը, Բնականաբար 98 թվականը մինչև սահմանները մնացին փակ, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեց։ Եկավ 98-ը փոխվեց իշխանություն, նոր ուրեմն տեսլականով մտանք օրակարգի մեջ դրեցինք միջազգային ճանաչման գործընթացը։ Ասեմ, որ միջազգային ճանաչման գործընթացը մենք միշտ էլ երևի թե եւ մինչեւ օրս այդ միջազգային ճանաչման գործընթացը մեր արտաքին քաղաքական օրակարգում է։ Սրա եւ անդիմախոսներ կան եւ ուրեմն դիմախոսներ կան, ես չեմ ուզում դրա մեջ մտնել, հա, դրա նպատակահարմարությունը, ուղղակի փորձենք վերլուծել։ Մենք ուրեմն այդ բարիդրացիական, հա, այսպես շատ զգուշավոր քաղաքականությունից Թուրքիայի հետ եկանք հասանք մինչև չարաբաստիկ այդ հայ-թուրքական արձանագրությունները, հա, ֆուտբոլային դիվանագիտություն։ Ֆուտբոլային դիվանագիտությունը։ Եվ ինչ ստացանք արդյունքում Թուրքիայի հետ հարաբերություններում, փաստորեն պարզվեց առաջինը. դնենք, չդնենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, միևնույնն է երկկողմ հարաբերությունների հաստատման վրա դա չի ազդում։ Հա, ուրեմն այս դուրս եկավ այս մտավախությունը։ Դիվանագիտական հարաբերություններ դնենք թե չդնենք չի հաստատվում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով։ Սահմանները չեն բացվում։ Ուրեմն այն նպատակները եւ վերջապես եթե միջազգային ճանաչման վերջնական նպատակը Թուրքիայի կողմից հանցագործություն կատարած պետության կողմից, իրավահաջորդ պետության կողմից, դա ճանաչելն է, ուրեմն դա էլ չունենք։ Այսինքն հիմա հարց։ Հիմնական խնդիրները եւ այստեղ ուրեմն ասեմ նաեւ որոնք որ դրվեցին մինչև 98 թվական եւ 98 թվականից հետո որ խնդիրը մեզ համար կարեւոր էր, որ մարտավարական կարեւորություն դա այն մտայնությունն էր դիվանագիտական, հա, որ եթե մենք ճնշումները ուժեղացնենք Թուրքիայի վրա, կնվազեցնենք ճնշումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա, հա։ Ուրեմն մենք ուր եկանք այսօր, հա,
այդ ճնշումները ուժեղացնելով փաստորեն մենք նորից հետադարձ ճանապարհ անցանք արդեն 2008 թվականից եկանք հասանք արձանագրություններ եւ անիմաստ խոցելի շատ ավելի վիճակում հայտնվեցինք որովհետեւ փաստաթուղթ ունենք ստորագրված որը դեռ առկախ է փաստաթուղթ, որը իսկապես չի բխում մեր հեռահար շահերից։ Ինչ պիտի անեինք, պարոն Կարապետյան, չուժեղացնեինք ճնշումները։ Ես կարծում եմ, որ երկու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար մենք պետք է հասկանանք մի շատ պարզ իրականություն։ Եվ այս հարցում Թուրքիան մեզ օգնեց։ Միջազգային ճանաչման գործընթացը, գիտեք, ես չեմ ուզում ասել, որ մենք հիմա խոսում ենք 100-ամյակը, որ խոսենք դրանից հետո ինչա պետք արդեն անել, հա։ Այս էջը համարենք փակված միջազգային ճանաչումների, որովհետև 100 բոլոր աշխարհի պետություններն էլ ճանաչեն եւ Թուրքիան չճանաչի, մենք ունենք խնդիր այստեղ, հասկանում եք։ Այսինքն միջազգային ճանաչումներով մենք չենք կարողանալու եւ փորձը ցույց տվեց, չենք կարողանալու ունենանք այն աստիճան ճնշումը, որը կստիպի Թուրքիային կողմ դնել բոլոր հարցերը եւ գնալ Հայաստանի հետ ուրեմն հարաբերությունների ավելին այստեղ շատ կարևոր մի գլոբալ ավելի sense փոխկապ ես միշտ շեշտում եմ թուրք-ադրբեջանական ալյանսը ուղղակի նրա համար որպեսզի մենք շատ լավ հասկանանք որ Թուրքիան նախապայմանը առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցույց տվեց մի շատ կարևոր հանգամանք, որ այդ թուրք-ադրբեջանական ալյանսը, այդ Ադրբեջանի արհեստական ստեղծումը 18 թվականից, հա, եւ այնուհետեւ այդ ամբողջ իր ներգրավվածությունը, հա, հետագա գործարքների եւ այլ երրորդ պետությունների հետ, մինչեւ օրս չի փոխվել։ Ուրեմն այդ կոնտեքստում եթե նայենք, մենք հիմա ոչ թե միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակենք, արփի, այլ մենք շեշտը պետք է դնենք, որ այն ինչ որ Թուրքիան հիմա անում է Լեռնային Ղարաբաղի խնդրով, սա շարունակությունն է այն ցեղասպանության, այն հայրենազրկման, որը 1915 թվականին Թուրքիան իրականացրել է հայ ժողովրդի նկատմամբ, հա։ Հիմա երկրորդ անգամ ինքը փակ պահելով սահմանները, դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելով եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում ընդունելով Ադրբեջանի, հա, անվերապահ աջակցությունը, ինքը փաստորեն դառնում է այդ շարունակության, հայտարարում է այդ հայրենազրկման քաղաքականության, ցեղասպանության շարունակման, ուրեմն շարունակության գործընթացը։ Եվ այստեղ մեր բոլոր լոբիստական ջանքերը արդեն պետք է ուղղվեն մի հարցի շուրջ։ Դա լինելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի անկախության ճանաչում որպես միակ միջոց այդ ժողովրդի անվտանգության, ապահովման եւ երկրորդ անգամ հայրենազրկումը չթույլատրելու թուրք-ադրբեջանական այս ալյանսի այս մեկ ազգ եւ երկու պետություններ, հա, այս դաշինքի կողմից մերօրյա 100 տարի հետո նոր ուրեմն այս իրողություններն նամանավանդ մենք այս 4-օրյա պատերազմում տեսանք, թե ինչպիսի վայրագություններ ինչ կատարեցին ուրեմն ադրբեջանա-թուրքական բանակի սպաները եւ զինվորները խաղաղ բնակչության եւ մեր երեխաների ուրեմն դիերի խոշտանգումները Պարոն Կարապետյան, տեսեք, դրսում աշխատող լոբիստական կազմակերպություններին երբ առաջարկում ենք, այսինքն հիմա առաջարկում ենք դադարեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կամ տրանսֆորմացնել այդ գործընթացը Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացին, ենթադրում եմ հակազդեցություն կառաջանա, որովհետև նրանցից շատերը ի վերջո ցեղասպանված հարազատներ ունեն, նրանք ցեղասպանության ժառանգորդներն են եւ իրենց համար հասնել ցեղասպանության ճանաչմանը կարծես թե շատ ավելին է կյանքի իմաստ է։ Հնարավոր է համոզել այդ մարդկանց, որ Ղարաբաղը հենց ցեղասպանության ճանաչման գործընթացի ամենակարևոր օղակն է։ Հնարավոր է այդ կապը ստեղծել, ինչպես բացատրել, ինչպես անել։ Եվ պետության դերը այս կոնտեքստում։ Ավելին ասեմ,
մենք 100-ամյակի, հա, օրերը երբ որ անցնում էին, բոլոր շատ խոսակցություն եղավ անցնելու միջազգային ճանաչումից հատուցման, հա, մենք սրա մասին էլ կխոսենք, ես հուսով եմ, ուրեմն միջազգային ճանաչման գործընթացը տարբեր ձևերով շարունակել եւ դրա վրա վատնել մարդկային, ֆինանսական եւ այլ ռեսուրսներ, հա, ես կարծում եմ այս պահին, երբ որ խնդիրը արդեն գալիս է այլ դաշտ, հա, փոխկապակցելու այս ամեն ինչը եւ փոխկապակցվածությունը ակնհայտ է, մենք այդտեղ համոզելու կարիք չունենք։ Արփի, մենք եթե պետք է փորձենք լոբիստական կազմակերպությունները հայկական համոզենք, որ հայոց ցեղասպանությունից հետո, հա, մազապուրց եղած ժողովուրդը մի փոքր տարածքում Հայաստանի Հանրապետության, առաջի հանրապետության ստեղծումով ապահովեց իր անվտանգությունը, այնուհետև ընդգրկումը եւ նրանից հետո մնալով այս ամբողջ պատմությունը անցնելով այսօր նորից դեմ հանդիման է կանգնել է թուրք-ադրբեջանական ալյանսին, նորից հա Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում այդ բնակչության, հա, հայրենազրկելու եւ ցեղած, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան չգնան խոսակցության բանակցությունների չնստեն բանակցելու եւ ընտրել են մեկ այլ ճանապարհ, սա նշանակում է ուրեմն իրենց մտքում կա այդպիսի ծրագրեր, հա, եւ սա չհասկանալը, չտեսնելը, ես կարծում եմ ուղղակի լոբիստական մեր կազմակերպությունները այդ շեշտադրումը պետք է փոխեն։ Սա չի բացառում շարունակելը միջազգային ճանաչումների։ Հասկանում եք, միջազգային ճանաչումները արդեն շարունակվելու են։ Արդեն մենք տեսնում ենք սա։ Եվ այստեղ հավելյալ ջանքեր թափել ուղղված դրա վրա, այլ հակառակ շեշտադրումը փոխել, որ այսօր այն քաղաքակիրթ Եվրոպան, այն երկրները, որոնք որ ճանաչում են եւ ակտիվորեն մենք տեսնում ենք ինչպես հա գնում է այդ շարքը սկսած երբ որ մենք դարձրեցինք արտաքին քաղաքական օրակարգի հա հարց եւ երկրների ցանկը շարունակում է ցուցակը թող շարունակվի բայց այս փոխկապակցվածությունը հա այս համատեղ թուրք-ադրբեջանական այս ծրագրի էությունը բացահայտելու ես կարծում եմ շատ կարեւոր է եւ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա ես ուզում եմ եթե մեզ կլսեն մեր լոբիստները ապագա որ ես մի մտավախություն ունեմ այսօր եւ դա տեսնում եմ գիտեք Եվրոպան եւ տարբեր երկրներ երբ որ սկսեց ճանաչում 100-ամյակի հա որոշ sense ցայտուն կերպով եւ հիմա էլ ասում են որ դա պետք է շարունակվի ես այստեղ միտում եմ տեսնում իհարկե ցեղասպանությունը շատ դեպքերում շահարկվել է սեփական ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, հա, այլ տվյալ երկրի, ես չեմ ուզում երկրների անուններ նշել, բայց երևի թե հիմնական մասը այդպես է եղել են երկրներ, որոնք ուղղակի իսկապես բարեսիրական եւ այդ մտադրություններով շատ հեռավոր իդեպ, երկրներ, որոնք որ քաղաքական հաշվարկներ չունեին այդ պահին Թուրքիայի հետ, բայց այն երկրները, ովքեր որ ներգրաված են քաղաքականապես տարածաշրջանում, իհարկե ունեն այդ քաղաքական շահերը եւ միշտ շահարկել են սա։ Հիմա այս ալիքը ճանաչումների, հա, եւ միջազգային օղակի սխմումը Հայաստանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա, արդյոք չի բերի այնպիսի ոչ բալանսավորված իրավիճակի, հա, աղճատված, այստեղ մենք ճանաչում ենք հայոց ցեղասպանությունը, հա, այստեղ մենք շատ բարեգութ եւ այսպես հումանիստներ ենք բոլորս, բայց Ղարաբաղի հարցում Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը 100 տարվա պատմություն է եւ նաեւ այսօր Եվրոպան եւ լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ։ Հա, փախստականներ եւ այլն չեմ ուզում։ Ուրեմն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով եւ ապագայի Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, հա, եւ Թուրքիայի ճակատագրի հարցում միգուցե ճնշումները ավելի շատանան Թուրքիայի վրա ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով։ Բայց դա չի բացառում, որ շատ ավելի կարծր կեցված կընդունի նույն Եվրոպան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։ Պարոն Կարապետյան, լոբիստների այստեղ հենց այս կապը արփի շատ կարևոր է, որպեսզի այդ տեղեկացվածության աստիճանը, որ բարձրացել է աննախադեպ Եվրոպայում ցեղահայոց ցեղասպանության վերաբերյալ, մենք կարողանանք կապել, փոխկապակցել այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, որպես շարունակություն։
եւ դա առանձին էլ չդիտարկվի իրարից անկախ։ Եվ այստեղ ելի եմ կրկնում Թուրքիան մեզ օգնեց այդ հարցում։ Մենք այդ պետք է վերցնենք եւ օգտագործենք իր դեմ։ Հենց դա էի ուզում հարցնել։ Խոսեցինք լոբիստական կազմակերպությունների անելիքների մասին, իսկ պետության այսօրվա Հայաստան պետության ի վերջո մենք ունենք ցեղասպանությունից հետո կարողացանք ստեղծել անկախ պետություն։ Մեր անելիքները հենց այդ տրանսֆորմացիայի համար, որ աշխարհի տեղեկացվածությունն օգտագործենք Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործում, ինչ պիտի անենք, որովհետև հաճախ հնչում են տեսակետներ, որ չենք հասկանում Ղարաբաղի անկախության ճանաչման ոչ օգուտները, ոչ էլ չճանաչման վտանգները։ Անի, այստեղ երկու խնդիր ունենք մենք լուծելու։ Թուրքիայի հետ ընդհանրապես եթե ճանապարհ կա, երկուսն է։ Առաջինը երկկողմ, սա իմ խորին համոզումն է։ Ոչ միջնորդավորված հարաբերություններ։ Սրա մասին թուրքերը միշտ են ասել։ Մի խառնեք որևէ երրորդ երկիր, եկեք մենք նստենք իրար հետ բանակցենք, խոսենք, հա։ Լավ։ Կամ կա երկկողմ ճանապարհ, բայց մենք հիմա կտեսնենք այդ երկկողմ ճանապարհին ոնց մենք պետք է պատրաստվենք, եւ կա երկրորդը հատուցման միջազգային ացիաններին, միջազգային դատական կազմակերպություններին եւ այլ, այդ հայեցակարգային փաթեթը պատրաստելու, իրավական փաթեթը պատրաստելու, հա, հատուցման վերը, որովհետեւ հատուցումը իր մեջ տարբեր բնագավառներ է, հա, տարբեր ոլորտներ եւ տարբեր սեգմենտներ, բազմաշերտ է շատ, հա, մշակութային ժառանգությունից մինչեւ ֆինանսական եւ այլն, տարածքային։ Ուրեմն այս իրավական փաթեթը պետք է պատրաստվի։ Ուրեմն ունենք երկու ճանապարհ։ Կամ նստում ենք խոսում ենք, ինչա պետք անել նստել խոսելու համար։ Այսօրվա Հայաստանը կարող է նստել խոսել։ Ես շատ մեծ ընդհանրապես այսօրվա իրավիճակում ստեղծված ներկա իշխանությունները կարծում եմ որևէ սեղանի շուրջ չպետք է նստեն բանակցային ոչ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի Ադրբեջանի, ոչ էլ եւ ստեղծված իրավիճակի տևական նստելու հետևանքն։ Իմ խորին համոզմամբ, հա, մենք ունենք այդ երկու ճանապարհը։ Ուրեմն երկու ճանապարհի դեպքում էլ, արփի, մեկը ելք կա։ Ամենալավ մեր դասականներից մեկն է ասել, որ այս թուրք-ադրբեջանական, հա, Թուրքիային իհարկե դա ուղղված, ալյանսին մեկ ամենազորեղ պատասխանը դա արդար, հզոր Հայաստան կառուցելն է։ Եվ սա ամենակարճ իմ պատասխանն էլ կլինի։ Եվ կարծում եմ, որ այն Հայաստանը, որը որ կարողանա եւ անպայման պետք է խոսի Թուրքիայի հետ, եւ անպայման պետք է նստի բանակցությունների սեղանին, պետք է լինի ուժեղ, եւ ինքը պետք է խոսի ուժեղի դիրքերից, ոչ թե խնդրողի դերում լինի։ Եվ մենք այս իրավիճակը գիտակցելով պետք է այ կամ երկկողմ կամ միջազգային երկուսն էլ անարդյունավետ կլինեն, անարդյունք կավարտվեն, եթե մենք չունենանք այդ Հայաստանը, եթե մենք չունենանք Հայաստանի ուժեղ եւ հզոր Հայաստանի Հանրապետություն, որը կգնա դրան, հա, եւ այստեղ ես կարծում եմ արդեն այդ գիտակցումն է մեր ժողովրդի մեջ, այս 4-օրյա պատերազմն էլ դա ցույց տվեց։ Որևէ հարց նամանավանդ այսպիսի կարևոր մեր հիմնախնդիրն է։ Ես էլ նորից եմ կրկնում, գոյութենական խնդիր է, հա, այս թուրք-ադրբեջանական, սա ամենամեծ մարտահրավերն եմ ես համարում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության առջև կանգնած։ Այնպես որ այստեղ չկա որևէ բան լոբիստներին համոզելու կամ մեր ժողովրդին համոզելու։ Մենք պետք է կառուցենք այդպիսի Հայաստան իր հպարտ ժողովրդով, քաղաքացիներով եւ նաեւ Սփյուռքի եւ Ղարաբաղի հպարտ քաղաքացիներով, հպարտ սեփական երկրի համար։ Սեփական հայրենիքի փոխել զոհի կեցվածքը պահանջատիրոջից։ Պարոն Կարապետյան, նշեցիք, որ Հայաստանը պիտի այլընտրանք չունի, պիտի Թուրքիայի հետ խոսի երկկողմ, նստի եւ խոսի երկկողմ հարաբերությունների մասին, բայց տեսեք, այս թեզին հաստատ քննադատողներ կլինեն, որովհետեւ Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով։ Նախապայմաններից մեկը ցեղասպանությունն է, մյուսը Ղարաբաղն է, մյուսը Կարսի պայմանագիրն է։ Ուժեղ Հայաստանը կստիպի Թուրքիային հետ կանգնել նախապայմաններից։ Ստիպելու խնդիր գիտեք, ստիպում են հաղթածին կամ պարտված, հաղթածները ստիպում են պարտվածներին։ Այստեղ հաղթելու եւ պարտվելու հարց չկա։
Ես մի քանի անգամ նշեցի, որ դա մեզ համար շատ կարևոր կենսական խնդիր է լուծելու, բայց մենք կարող ենք երկար ժամանակ չունենալ դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարաբերություններ չհաստատենք հասարակությունների միջև։ Այսինքն հայ եւ թուրք հասարակության, հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջև։ Տեսեք, երբ որ գնաք Իսրայել, հա, եւ պատկերացնեք, թե ասենք տաքսիստը քշում է պաղեստինցի է եւ նույն Երուսաղեմում, հա, ինչպիսի sense իրար մեջ մտած արաբները եւ հրեաները ապրում են մի երկրի մեջ, ունենալով նման երկարատև արյունալի կոնֆլիկտի, հա, բայց տեսեք հետեւյալ բանը, այսօր այդ ատելությունը, որը որ կա ադրբեջանական կողմից, որոշ մասով, որոշ հատվածի թուրքական հասարակության, ընդեղ էլ փոփոխություններ են տեղի ունենում։ Եթե մենք նայենք վերջի 10 տարվա մեջ, ահռելի շարժ կա հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մեջ, հա, ներսում, բայց հասկանում եք, երբեմն հասարակությունները առաջ են անցնում իրենց ղեկավարներին, իրենց սեփական, մենք դա տեսնում ենք նաև Ադրբեջանում, որոշակի ինտելեկտուալներ կան, մարդիկ կան, հասարակական շերտ կա, որ չի ընդունում այդ ատելությունը հայերի նկատմամբ այս։ Գիտեք ինչի, որովհետև ատելությունը քայքայվելու եւ թուլանալու ամենակարճ ճանապարհն է։ Ուրեմն ես չեմ ուզում, որ Հայաստանը եւ չէի ցանկանա, որ մեր հասարակությունը նույնպես ընկներ այդ ծուղակը ատելության։ Դեռ սա ճանապարհ չի։ Ուրեմն երկխոսությունը եւ երկխոսությունը բոլոր մակարդակներում, դա կլինի դիվանագիտական մակարդակում, դա կլինի քաղաքական մակարդակում, վերջին հաշվով ջան դիվանագիտությունն էլ մարդկային հարաբերությունների բարձրագույն արվեստն է։ Եթե ունես այդ մարդկային արվեստը հարաբերություններ, կապեր հաստատելու, ուրեմն վերջին հաշվով դու այդ երկխոսությունը կպահպանես, անգամ եթե դու հարաբերություն չունես։ Պատերազմական շատ երկրներ կան, որոնք որ իրար մեջ անգամ պատերազմի ժամանակ զինվորականությունը ուղղակի կապ ունի։ Մենք այտենց կապ ունեինք, օրինակ 90-ականների սկզբին նույն Լեռնային Ղարաբաղի այդ հակամարտության ժամանակ։ Կար այդ կապը, որովհետև դիմացիներն էլ են, չէ, պատերազմով, վերջի չես պատերազմում այլ մոլորակայինների հետ։ Շատ լավ հասկանում ես ուժեղ եւ թույլ կողմերը, իրենք էլ են հասկանում դա։ Եվ կարծում եմ սա է հաղթելու։ Մենք հարևաններ ենք, մենք այս տարածաշրջանից եւ այս աշխարհագրական ունեցած դիրքից ոչ միտեղ չենք գնալու։ Պետք է ապրենք մեր հարևանների հետ։ Բայց այդտեղ մեկ ուրիշ խնդիր կա։ Երբ ես գնում հարևանների հետ բարեկամություն անելու, հա, այսպես կոչված միայն խիզախ մարդիկ են գնում խաղաղություն անելու։ Ինչպես խիզախ մարդ էր Սադատը, երբ որ այցելեց Երուսաղեմ, ինչպես խիզախ մարդ էր ուրեմն Իցխակ Ռաբինը։ Երկուսն էլ իրենց ուրեմն կյանքով պատասխանեցին, հա, կյանքի գին վճարեցին այդ խաղաղության համար։ Շատ լավ, ամփոփելով պարոն Կարապետյան, խոսեցինք, որ ցեղասպանության պատասխանը դա ուժեղ պետությունն է։ Այսօրվա գոյութենական լինել չլինելու պատասխանը ուժեղ պետությունն է։ Մենք այլընտրանք չունենք, քան կառուցել ուժեղ պետություն։ Որն է լինելու այն առաջին քայլը, որպեսզի մենք հասկանանք, գիտակցենք եւ գործողություններ անենք հասկանալու համար, որ քայլով մենք պիտի մեկնարկենք պետություն կառուցելու գործընթացը։ Արփի, առաջին քայլը Չերչիլը մի sense բառն էր, մեծամասնությունը դա պատասխանն է, ամենալավ պատասխանն է։ Մենք երկար տարիներ Հայաստանի անկախությունից ի վեր 96 թվականից չենք ունեցել նորմալ ընտրություններ, հա, եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու, հաղթահարելու համար մեզ համար մեկ առաջի խնդիրն է ունենալ լեգիտիմ ժողովրդի մեծամասնության վստահությունը ունեցող ղեկավարություն։ Այդ ղեկավարությունն է, որ մեջքի ետևը ունենալով ժողովրդի քվեն վստահաբար կարող է խնդիրներ դնել։ Այնպիսի խնդիրներ, որոնք ունեն եւ համապետական, եւ համազգային նշանակություն։ Այսինքն այդ վստահություն ունեցող իշխանությունների ստեղծումն է մեր համար մեկ խնդիրը այսօր։